Խոզերը մորթել ենք, տոտիկները բաքրում ենք, ինչ ենք անի, էսա։ Վաղատ եմ ես վատ կողմերը կտրվի, մի հատ էլ մաքրեմ ու արդեն պատրաստ։ Էս լավ գործը քեզ ա վստահված։ Էս զաստավը տովին ձենոնից դալի։ Տիկինն ասմա դու տեսքանի, ես էլ է տա ինչ անեմ, սարքենք, ով ռաստ եկավ ուտելու ա։ Հիմի եթե պատարաստել եմ, դուք էլ ստեղել եք, կոգտվեիք, ինչ էլի։ Էպում են ու դուտեն եմ, էլի։ Երբ Բաքում խոզի խանձահոտն է բարձրանում ու տարածվում գյուղով մեկ, Բաքում հատոպապի տիկնոջ փոքրիկ բռնապետությունն է հաստատվում, ինչպես կարգադրեց, այնպես էր ամեն բան պիտի արվի։ Էցը մի տնեմ եմ խալացեն լկեմ է, որ վաղը մնացածը սարքվի։ Էսին անասունների խալաձեր լիքնա, բերնեմ, որ գործերը պրծած են կնեմ, մնաց որթը ստեղ եմ դնում, էլի։ Խոզերի մորթը արված է, ոտն ու գլուխն էլ գրեթե մաքրած տեղավորած։ Դե ինչպես հասկացաք, այդ ոտն ու գլուխը թթու դնելու լավ հումք պիտի դառնա։ Հատոպապը այս գործում տարիների մեծ փորձառություն ունի, այնպես որ ուտողն ու տեսնողը զարմանում է առաջին հերթին մաքրությամբ, այնպիսի մի ճրկճրկան ու համադամ խորտիկներ են ստացվում, որ ուտողի քեֆը բերում են։ Դե հա, խոստովանում է ինքը այս գործում վարպետ է, որովհետև համ օղու սեղանի լավ զարդ է, համ էլ իր խոսքով լավ հյուրի համար իսկական դելիկատես։ Սիրում է պատրաստել ու հյուրասիրել։ Հոչի թափելու վերջի վերջո դա էլ գյուղացու օգուտն է, շատ էլ թե սիրելի տիկինը գլուխ չի դնում այս գործին։ Մի խոսքով օձունի առավոտը սկսվում է հենց այսպես, անաղարտ հումորով ու անդադար աշխատանքով։ Իսկ եթե ուզում եք ճանաչել իսկական լոռվա աշխատասեր ու կենսախինդ գյուղացուն, ուրեմն պիտի ծանոթանաք հենց Հատոյի հետ։ 70 անց է պաշտոնապես թոշակառու, բայց միայն թղթով։ Իրականում այդ թոշակը իրեն իսկի էլ պետք չի։ Ոտքի վրա է շարժուն ու գյուղի ամենաաշխատունակ մարդկանցից մեկն է։ Անասնապահություն, դաշտավարություն, մեծ ֆերմա։ Մի խոսքով այն ամենը, ինչից կարելի է բարիք ու եկամուտ ստեղծել, անում է սիրով ու սեփական արմատներին կպած։ Լսի, ես Երևանի հետ կապված եմ, իմ քիրանդի ամուսնացել է։ Գնացել եմ քշերվա ժամը 2-ին, թողել եկել եմ գյուղը։ Ասա ուր ես գնում այ ախպեր, քնի ռավոտը կերտած, չէ ցավը տանեմ ասել։ Ես գյուղ եմ գնեմ, ես էստի չեմ կարում քնեմ։ Այդքան սիրով կպած եմ իմ հողին։ Օձունը դա ինձ մա կյանք է, ինձ ամեն ինչ է։ Գյուղացին ինչ որ զբաղվում է, մենք էլ նույնը։ Գյուղացուն ինչ հասնում է, մենք անում ենք։ Իսկ այն մարդը, ով գյուղում ապրում ու գյուղի ամեն ինչին չի մասնակցում, նա ինչ մարդ։ Եթե գյուղացի է, պետք է ամեն ինչին ուրախություն է, տխրություն է, հողի մշակում է, սաղ ամեն ինչին մասնակցի։ Մարդը դա է, որպեսզի կյանքը շարունակվի։ Ու այս գյուղում կյանքը շարունակվում է հենց Հատոպապի պես հողին կպած մարդկանց շնորհիվ, ովքեր գյուղի ամեն մի ցավով ու ուրախությամբ են ապրում։ Այսօր օձունը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, ու շատերը հյուրատնային բիզնես են սկսել, ինչի շնորհիվ գյուղը զարգացման նոր խթաններ է ստացել։ Հատոն էլ անմասն չէ գյուղի զարգացման գործում։ Իր գոմով, իր անասուններով ու հողի մշակմամբ է նպաստում գյուղի զարգացմանը, որովհետև համոզված է ամեն մեկը իր տեղում պիտի աշխատի, որ համայնքը շնչի, գյուղը ապրի, հյուրեր ընդունի, հյուրեր ճանապարհի։ Մեր գյուղի պես սաղ հյուրանոց են սարքել, որը միջոց ունի հյուրանոցն է։ Դրա համար տենում են, որ հոսքը շատ է, շինում են, որ հյուրին ընդունենք, ոնց որ պետք է, ու ճանապարհեն։ Մենք էլ մեր գործն ենք անում։ Ես հասանելիք ինչ պետք է անում ենք, որ զարգանա գյուղը, ոնց, կյանքը լսի։ Հետամնաց գյուղը մարդիկ չեն ապրում, փախչում են։ Այս ակարգը պետք է զարգացածելի, որ մարդն էլ իմանա, որ այնտեղ լավ է, գնանք տենանք, հենց ինչ լավ է։ Գյուղը պետք է զարգանա, պետք է քյասի մարդ չլի, պետք է բոլորն աշխատեն։ Ես միշտ էլ ասել եմ, Էրնակ իմ ձանի, իմ հարևանը, իմ գյուղացին լավ ապրի։ Ես ամենացածր ապրողն եմ։ Ընդով շատ կուրխան եմ, շատ է։ Կուրխանան, որ ես ինչ ժողորդ ենք, ես ինչ աշխատասեր ենք, այդ արծեն, թե չէ լոդր մարդնում է պետք է, լոդր մարդը այդ ընտանքին էլ չի պետք, ուր մնաց պետությանը պետք է գա։
Հարևանի հաջողությամբ սրտանց ուրախացող ու լոդրությունն ատող այս տեսակի վրա է կանգնած գյուղը։ Սա աշխատող, արարող ու սեփական շահից առաջ համայնքի ցավով ապրող լոռեցու իսկական չկեղեքված տեսակն է։ 70 տարիների փորձառությունն ու պարզ խոսքը երևի ամենաճիշտ բանաձևումն է, գյուղը հետամնաց չի լինի, եթե ամեն մեկն իր տեղում, իր գործում մի քար դնի ընդհանուր պատի մեջ։ Ու Օձունում այսօր հենց այդպես էլ անում են։ Ով ինչով կարողանում է, նպաստում է, որ գյուղն ապրի, շնչի ու զարգանա։ Ու մենք բռնում ենք գյուղի զարգացմանը նպաստ բերողների ճանապարհը, ականջներից հատոյ ասած, ով միջոց ունի հյուրանոց է սարքում նախադասությունը։ Եվ իսկապես այսօր գյուղը զբոսաշրջային իսկական բում է ու հյուրատնային բիզնեսը դարձել է գյուղի նոր ուժը։ Միտքը ծնվել է 17 թվականին, 16-ի վերջ 17 թվականին, ընտանիքով որոշեցինք հետ վերադառնալ Հայաստան, ներդրում անենք։ Ճիշտն ասած, Օձունը մեր առաջի միտքն ա եղել, տարածքը մեծ էինք ուզում, որովհետև ուզում ենք բնության գրկում լինի ամեն ինչ, դժվար էր այսպիսի տարածքը գտնելը, բայց գտանք ու այս ամեն ինչը սկսեցինք։ Ես 9 տարեկան էի, որ մենք ծնողներիս հետ մեկնել ենք Ֆրանսիա, 20 տարի Ֆրանսիա ենք ապրել, Հայաստան հետ գալու միտքը միշտ եղել է մեր մեջ, որովհետև Հայաստանից լավ տեղ չկա։ Դրա համար ընտանիքով աշխատել ենք, գումար ենք վաստակել, որպեսզի ներդրում անենք Հայաստանում։ Ներդրումը բավականին մեծ է, վերջին հաշվարկով մի քանի ամիս առաջ ենք հաշվարկ արել, մոտ 300 միլիոն դրամ, ինձ թվում է, ու գիտեք ոնց է ներդրումը ամեն տարի ներդրում լինում է, որովհետև քանի որ ինքը բնության գրկում է, միշտ թարմացման պահանջ կա, ամեն տարի, օրինակ այս տարի բոլոր սենյակները վերանորոգել ենք, բաղնիքները, 300 միլիոն դրամը վաղուց անցել է, մոտիկանում ենք $1 միլիոն արդեն։ Օձուն գյուղի հենց այս բարձունքում էլ Շահինյանները հիմնեցին իրենց ընտանեկան հանգստի գոտին, որն այսօր տարեկան հարյուրավոր հյուրեր է ընդունում ու ճանապարհում։ Բայց միլիոնավոր դոլարների հասնող ներդրումն ու եվրոպական ստանդարտները այստեղ չեն ջնջել գյուղական անկեղծ կոլորիտը։ Ֆրանսիական փայլի թիկունքում ընտանեկան պարզ ու տքնաջան աշխատանքն է, որտեղ ամեն հյուրի հարազատի պես են ընդունում, իսկ սեղանին բացառապես գյուղի բարիքներն են։ Այս ամեն ինչը մենք անում ենք ընտանիքով, դա ինձ թվում է որակի վրա շատ օգնում է, աշխատում է որակի վրա, որովհետև հոգի ենք, մենք հոգի ենք այս աշխատանքի մեջ դնում, որ ամառվա սեզոնին օր լինում ընտանիքով ժամը 3-ին ենք քնում գիշերը, ժամը 7-ին արդեն արթնացած ենք լինում, որպեսզի մեր հաճախորդներին սպասարկենք, փորձում ենք գյուղական պրոդուկտներ առաջարկենք, թե դա կլինի մածուն, կաթ, ռեժան, պանրեղեն, տնական ձու, ամեն ինչը գյուղից ենք գնում, ճիշտ է գնայինում մի քիչ ավելի թանկ է, բայց ժողովուրդն էլ են տենում, շատ է պատահում, որ գնալուց առաջ ասում են կարակ մեզ մի 2 կիլո ռեժան բերեք, հետներս տանենք Երևան։ Եթե չտեսնեի, հաստատ ես տենց խոշոր ներդրում չէինք անի մենք Հայաստանում, Հայաստանը բավականին ապահով երկիր է դառել, թե բիզնեսի համար, թե ապրելու համար, դրա համար բոլորին խորհուրդ կտամ հետ գան Հայաստան, որովհետև Հայաստանից լավ տեղ չկա։ Ավելի քան 20 տարի Ֆրանսիայում ապրած, այլ մշակույթի ու միջավայրի մեջ մեծացած մարդունն իր սեփական փորձով է հասկացել, չի ուզում, որ իր զավակներն էլ անցնեն օտարության այդ նույն ճանապարհով։ Ու երևի թե հենց այդ պատճառով էլ տարիներ շարունակ ընտանիքով արել են ամեն ինչ, որ աշխատեն, գումար հետ գցեն ու վերադառնան։ Մի խոսքով հաջողեց նրանց։ Ֆրանսիայում ծնված երեխաներն այսօր մեծանում են լորվա սարերի փեշին, որպեսզի հեռու չլինեն սեփական արմատներից, իսկ հայեցի ոգին ու ինքնությունը նրանց մեջ անխաթար մնա։ Իմ երկու երեխաս էլ Ֆրանսիա են ծնվել, աղջիկս արդեն 13 տարեկան է, ես չեմ պատկերացնում իմ երեխաներին Եվրոպա մեծացնելը, եթե մեծանան ուզենան գնան այնտեղ կամ սովորելու համար, կամ զբոսեն հետ գան, խնդիր չկա, բայց ինձ թվում է ամեն հայ տեղը Հայաստանում է։ Դա շատ կարևոր բան է, ես օրինակ տղա ունեմ,
կարայի չէ ասեմ, բա տղուս բերեմ, բա բանակը, ես դրա մասին չեմ մտածել։ Ես միշտ ուզեցել եմ, որ իմ երեխաները Հայաստան մեծանան ու այդ հայի հոգով, որ իրանց մեջ այդ հայությունը մնա։ Տարեստարի նրանց ընտանեկան բիզնեսը զարգացում է ապրում։ Սկզբում 5 փայտե քոթեջ, հետո 15 ու այդպես շարունակ։ Էնպես որ հիմա բացի փայտի տնակներին ունեն նաև 40-ն ավելի լյուքս կարգի սենյակներ։ Ձմեռային հյուրերին ավելի տաք ու հարմարավետ միջավայր ապահովելու համար։ Մի խոսքով ամեն տարի ներդրում, ներդրում։ Ու այսպես Օձունի դարավոր պատմությունն ու հեքիաթային բնությունը դառնում են ոչ միայն տուրիստական հաջողության, այլև հայրենադարձության գրավական։ 6-րդ դարի վանքի հարևանությամբ ծվարած այս հանգստի գոտին ապացուցում է, երբ հողին խելք ու հոգի ես խառնում, արդյունքը ինքն իրեն խոսում է։ Ձեր դիմացի սարերը, ամենաառաջինը Օձունի մաքուր օդը, ստեղ ամառը, որ Երևանի ժողովուրդը գալիս են մեր մոտ հանգստանալու, պատահում է օգոստոս ամսին երեկոյան պլեդ են ուզում, որովհետև մրսում են։ Այս սառնությունը ամառվա մաքուր օդը դա մեզ շատ հաճելի է։ Շատ մարդիկ Հայաստանում Օձունի մասին գիտեն, նախ որովհետև Օձունը շատ գեղեցիկ տեղ է, երկրորդը մեր Սուրբ Աստվածածինը շատ հին 6-րդ դարի։ Մեծամասը դրա համար են գալիս են Օձունի վանքը տեսնելու համար, Օձի պորտ են գնում, Արդվի են գնում, Հաղպատ են գնում։ Այո, մենք էլ օգտվում ենք դրանից ամբողջ տարին ու նենց ենք անում մեր չափով ավելի ծաղկացնենք Օձունը։ Մոտակայքում նաև սառնորակ անտառային աղբյուրներ են, որոնց հռչակը գալիս է դեռ վաղ միջնադարից, երբ թշնամու մահամերձ ու վարակիչ հիվանդ զինվորներին մեկուսացնում են մահանալու համար։ Սակայն նրանք խմում են աղբյուրի ջուրը, առողջանում եւ զարմացած նրանց հրամանատարները տեղանքն անվանում են կենդանարար, որ պահպանվել է մինչև օրս։ Ուրեմն գյուղը 4-րդ դարից եկող գյուղ է, վերջին հաշվով կաթողիկոս տված գյուղ է, Հովհան Օզնեցի ամենայն հայոց կաթողիկոսը 717-728 թվականներին եղել է հայոց կաթողիկոս, սրբերի դասին է դասվում եւ սկսած 4-րդ դարից գյուղը զարգանալով եկել հասել է մեզ։ Մենք էլ աշխատում ենք մեր հնարավորությունների սահմաններում, մենք նույնպես զարգացնենք, մենք կոնկրետ զբաղվում ենք զբոսաշրջությամբ 2013 թվականից մենք զբաղվում ենք հյուրատնային փորձառությամբ։ Աշճանաբար զարգանում ենք, աշճանաբար սովորում ենք, սովորելով աշխատում ենք, աշխատելով սովորում ենք, ստեղծել ենք աշխատատեղեր, այսօր ունենք 4 աշխատող, հյուրատան փորձառությունը ենթադրում է նաև շատ կարևոր մուլտիպլիկատիվ էֆեկտ, մենք մեր հյուրերին հյուրասիրում ենք բացառապես գյուղական, տնական սննդամթերքներով, որով իրանք եւ հետաքրքրված են եւ ուրախ են դրա համար։ Գյուղը ծաղկացնելու եւ Օձունի տուրիստական ներուժը բացահայտելու գործում իր նպաստ ունի նաեւ Սերգո Դավթյանը։ Այսօր գյուղում տասնյակ հյուրատներ կան, բայց տարիներ առաջ, երբ Օձունում զբոսաշրջության մասին դեռ ոչ ոք չէր էլ մտածում, իմ զրուցակիցը առաջիններից էր, որ ռիսկի դիմեց։ Նա հավատաց իր ուժերին, Օձունի ձգողականությանը եւ առաջինը ինքը հենց սեփական տունը վերածեց հյուրատան։ Ամեն ինչ սկսվեց մի պարզ ու համարձակ մտքից, որն այսօր արդեն մեծ պատմություն ու ճանապարհ ունի։ Ուրեմն ես ծնվել եմ, մեծացել եմ, հասել եմ այս տարիքին այս գյուղում ու ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ օձունցիները լավագույն հատկանիշներով օժտված ժողովուրդ են։ Հյուրատնային բիզնեսի Օձունում զարգանալու գրավականներից մեկը նա է, որ իծնեի բնե օձունցին հյուրասեր է։ Իսկ հյուրասեր լինելը մեր բնագավառում շատ կարևոր է։ Անկախ նրանից, որ դա բիզնես է, շահ է հետապնդում, որոշակի դրամական միջոցներ են առաջանում, բայց մեր բիզնեսի մեջ մենք նայում ենք որպես հյուր, ոչ թե որպես հաճախորդ։ Այլապես հաճախորդ նայելու դեպքում բիզնեսը չի զարգանա։
Հենց այս մոտեցումն էլ վարակիչ դարձավ ողջ գյուղի համար։ Օձնեցու բնածին հյուրասիրությունն ու տուրիստական մեծ հոսքը տարիների ընթացքում գյուղում իսկական շղթայական ռեակցիա տվեցին։ Իմ զրուցակցի օրինակին հետևեցին շատերը, ու այսօր Օձունում հյուրատների պակաս էլ չկա։ Բայց սա այն դեպքն է, երբ շատանալը ոչ թե խանգարում է, այլ միայն օգուտ բերում բոլորին։ Համաշխարհային զբոսաշրջության զարգացման տեմպերը չէր կարող անտեսել ոչ Օձունը, ոչ էլ Հաղպատը։ Բնականաբար, եթե բոլոր ուղղություններով շարժումները շատացել, բնականաբար մենք պետք է ընդգրկված լինեինք։ Ուրեմն չեմ ասի սենկի նման, բայց կասեմ, որ շատ հաճելիորեն շատանում են, ու դա ավելի մեծ շուկա դառնալը օգուտ է բերում բոլոր այդ բնագավառի ժողովրդին։ Ստեղ այնպես չի, որ մեկի գոյությունը խանգարում է մյուսին։ Ու այս մեծացող շուկան գյուղում միայն հյուրատներ չէ, որ բացում է։ Օձունի զբոսաշրջային եռուզեռն ու ուժը տարիներ անց հայրենիք հետ բերեցին նաև նրանց, ովքեր ժամանակին ապրուստը փնտրում էին օտար երկրներում։ Մեր հաջորդ հերոսը Ռուսաստանից վերադառնալուց հետո որոշեց իր հին ու սիրելի արհեստը հենց գյուղում բանեցնել։ Մասնագիտությամբ կաշվեգործ է, երկար տարիներ դրսում աշխատել է բրենդային իրերի ստեղծման արտադրամասում։ Հիմա հենց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ սեփական գործն է հիմնել։ Կաշվից յուրօրինակ հուշանվերներ է պատրաստում, ձեռագործ տարազներ ներկայացնում ու Օձուն եկած հյուրերին ցույց տալիս հայկական մշակույթի ամենահամով շերտերը։ Ասում է, սեփական արհեստով հայրենի հողում ապրելուց ու արարելուց թանկ բան չկա։ Իմ անունը Աշոտ է, այո, այս հուշանվերները լրիվ իմ ձեռքի աշխատանքներն են։ Ես եմ պատրաստում, ուզում եմ, որ այս գործը զարգանա, որ մարդիկ իմանան, որ մեր հայերը հասկանում են արհեստից էլ, արվեստից էլ։ Դե այստեղ ավելի լավ չի, որ այդքան փորձը մեր մոտ մնա Հայաստան, քան թե ինչ որ ուրիշ տեղ է։ Ցավոք սրտի առայժմ Հայաստան պահանջարկը դեռ շատ չի, բայց լավ բան է, որ տենում են մեծ հաճույքով մարդիկ գնում են, տանում են, ուրախանում են շատերը, որ տեղի արտադրանք է Չինաստանից բերած չի, այդքան պետք է։ Ինչ որ մեկը պետք է դա անի, եթե չարվի, լավ չի։ Միշտ պետք է համարվեստին տեղ տանք համ արհեստին, մեր ապագան է։ Աշոտի արվեստանոցից մինչև եկեղեցու բակ ընդամենը մի քանի քայլ է, ու որքան էլ Օձունը զարգանա ու նորանոր վայրերով զարմացնի, մեկ է գյուղի գլխավոր այցեքարտն ու մագնիսը մնում է այս դարավոր տաճարը։ Անժխտելի փաստ է, որ հենց Սուրբ Աստվածածին վանքն է Օձունը ճանաչելի դարձնում աշխարհին, ու եթե չլիներ նրա գոյությունը, գուցե գյուղը այսօր այսպիսին չլիներ։ Այսօր էլ եկեղեցու բակը լեփ-լեցուն է։ Հայաստանի տարբեր ծայրերից ու արտերկրից մարդիկ հատուկ գալիս են այստեղ պատմական այս հրաշքը իրենց աչքերով տեսնելու։ Տպավորվում համ վանքով, համ էլ լորվա չնաշխարհիկ բնությամբ, պարզ ու անկեղծ մարդկանցով։ Օրինակ Նարեկը այստեղ է իր ընկերների հետ Երևանից է եկել, ասում է տպավորությունների մասին խոսելը իսկապես դժվար է, որովհետև այնինչ տեսնում է աննկարագրելի էմոցիաներ է առաջացրել, հատկապես մայրաքաղաքի փոշոտ ասֆալտից հետո հայտնվել բնության յուրօրինակ թանգարանում, դա շշմելու պես մի բան է։ Ինձ բնությունն է դուր եկել, այստեղ շատ սարեր կան, դա է շատ օդը մաքուր է այստեղ, եկեղեցին ինձ շատ դուր եկավ, ամեն ինչ է։ Խորհուրդ կտամ, որ անպայման գան, որովհետև սա շատ լավ տեղ է, որ մարդիկ գալիս են, հանգստանում են, ոչ մի ձայն չկա, փոքրիկ դրախտավայր մեր հայրենիքում։ Լորվա բնությունը, ամեկ մի անկյուն գողտրիկ անկյուն է, հիացած են, շատ սիրուն է, ձեզ էլ հրավիրում ենք Մարտունի։ Եկեք ընդ որ մենք էլ էլի սիրուն տեղեր ունենք, համեցեք Վարդենիկ համայնք։ Բայց որպիսի գյուղ եկած հյուրը իրեն իսկապես դրախտավայրում զգա, միայն բնությունն ու դարավոր վանքը բավարար չեն։ Այսօր Օձունը համարվում է երկրի խոշոր գյուղերից մեկը, որտեղ զբոսաշրջային հոսքերին զուգահեռ տարեստարի կյանքի են կոչվում խոշոր ու ծավալուն համայնքային ծրագրեր։ Այստեղ զարգացումը ակնհայտ է ամեն քայլափոխի։ Հիմնանորոգված ու հարմարավետ գյուղամիջյան ճանապարհներից մինչև նոր ժամանակակից արվեստի դպրոցի ու խաղահրապարակների կառուցում։ Ավելին, գյուղում հիմա նոր ժամանակակից դպրոց է կառուցվում։ Համայնքի այսպիսի ակտիվ շնչառությունն ու պետության ուշադրությունը տեսնում եւ արձագանքում են նաեւ նրանք, ովքեր ամեն օր հոգեվոր սպասավորում են իրականացնում Օձունի սրտում։ Գյուղի ապագան եւ գյուղի ներկայիս զարգացումը միանշանակ կապված է այս ոլորտի հետ, տուրիզմի ոլորտի շատ մարդկանց այցելությունների հոսքի, որը իր դերն է ունենում գյուղի զարգացման, տնտեսական մակարդակի եւ մնացած առումների վրա։ Պետք է ասեմ, որ շուրջ 5 տարի է արդեն
ծառայում եմ Օձունի վանքում եւ այս 5 տարիների մեջ ես յուրաքանչյուր տարի տեսնում եմ միայն դրական դինամիկա, որ ոչ թե նվազում, այլ այցելուները գնալով ավելի են շատանում եւ որը միանշանակ իր դրական ազդեցությունն է ունենում նաեւ գյուղի վրա։ Ինքս լինելով լոռեցի, ես եթե հիշում եմ նախորդ տասնամյակներում, որ մեծ հաշվով եկեղեցին չէր գործում, ոչ մեկ եկեղեցու տեղը չգիտեր Հայաստանում, շատ հատուկ են մարդիկ կարող է գային, այցելեն եւ այլն, բայց այսօր պատկերը գլխիվայր դրական իմաստով փոխված է։ Պետական ու համայնքային խոշոր ծրագրերի շարունակականությունը Օձունի հետագա զարգացման կարևորագույն նախապայմաններից է, քանի որ չնայած արվածին բուն զբոսաշրջության նպատակով դեռևս անելիքներ կան այստեղ։ Հոռոմայրի ներքին հուշարձանախմբի վերականգնում, նորոգում, Քարափով իջնող արահետի անվտանգային ապահովում, անտառային արահետների ստեղծում, մշակույթի տան նորոգում եւ զարգացում, այնպես որ հնարավոր լինի բարձրակարգ միջոցառումների անցկացումը։ Այսպիսով այսօր արդեն դարավոր վանքն ու բնությունը այստեղ են բերում հյուրերին, իսկ տեղացի ու հայրենադարձ հերոսները իրենց աշխատասիրությամբ ստեղծում են վաղվա Օձունը։ Խոշոր համայնքի մեծ ներուժն ու արարող տեսակը կերտում են մի պատմություն, որտեղ յուրաքանչյուր հաջորդ տարին նախորդին գերազանցելու է։ Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։